Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էի հրավիրում։ Ինչ է արվում, կարող եք ասել։ Տեսեք, այստեղ ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, 1 որդի անհետ կորած, ինչ է արվում։ Դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում։ Կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Դե մի հատ հարց, քննչականի Որոնողական աշխատանքները ներկապային չեն կարող կատարվել, բայց ես չեմ կարող արդյունքի մասին այս բան խոսել, որովհետև հստակ տվյալներ չունեմ։ Ես չեմ կարող ձեր հարցերին հստակ պատասխան տալ։ Ածպետը գնաց, քաղաքասարակություն գնաց։ Մի վարքան խնդրում եմ, էլի մեկ-մեկ խոսեք, որ կարողանամ պատասխանել ձեզ, լավ։ Հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանեմ ձեզ ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք չունեք։ Ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունենք։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետև նման հարցերը Ուրեմն ես ասեմ, այն ամենը ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխաններ տալ։ Մի հատ հարց, քննչական բաժնին եք, ասում եք ներկայացրել եք իրանց, թղթերը իրաց ձեռնն է։ Մոտիկանում եք քննչական բաժնին, ասում է գնացեք կառավարություն, կառավարությունից զարգում են ազգային անվտանգություն։ Մունք դրել եք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում։ Արդարացի խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Եւ մի վարքան խնդրում եմ հանձնակատարը, ով ապրիլին հավատարմագրեր էր ներկայացրել։ Տիկին ջան, դուք հիմա ուզում եք հարցի պատասխան ստանալ, թե ուզում եք մենք բանավիճ ենք։ Ես չեմ ուզում, որովհետեւ այստեղ Մակի Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, որ ոչ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այդ Ռուզանա, Տիկին Ռուզանա, խնդրում եմ մի ընդհատեք, ասել է, Տիկին Ռուզանա, որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ, դուք խոսեք։ Եթե ես պատասխանում եմ, խնդրում եմ ինձ մի ընդհատեք։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ մի ընդհատեք։ Ուրեմն շարունակեմ։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին, մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց։ Իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում։ Հարգելի ծնողներ, դուք քայլ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասեք, դուք քայլ տեսել եք արված քայլի, որպեսզի նրանք հանդիպեն։ Ես պետք է ուրեմն ուսումնասիրեմ, եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ ծնողներին։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են վերում տանում։ Ես նման հարցերին եկեք չպատասխանեմ, լավ։ Փորձում են Չէ, ձեր խնդրում եմ քաղաքական հարցերից մի վարքան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ձեզ համար այս ծնողների չեմ կարող ասել։ Ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափել լինի, Իհարկե, դուք էլ գիտեք, ես մշտապես իրանց հետ եմ, իհարկե։ Հիմա որքանով է
որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքը ընդունելի լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։ Հստակ ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց ծնողները, բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու՞ չի։ Ուրեմն ես մի բան ասեմ։ Ժողովրդի մասին է խոսքը։ Մեկ էլ մի Գլխավոր դատախազը Ես ասեմ ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Անգամ երբ են ընդունել։ Չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ, դուք ինձ հակադարձեք, որ դա տես չի, եկեք ես չպատասխանեմ ձեզ։ Մեկ եք ուզեք գնալ, չեն ընդունել։ 800-ից ավել զոհված մի վարքյան, 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում է, 3800-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզ է, որ հնարավոր չի։ Նույնն է, բան տարբերություն։ Ես որպես ծնող, զոհվածի ծնող եմ, մենք դիմում ենք գրել, որ գնանք ընդունենք։ Եթե հանդիպումը քանի անգամ եք հարգելի քաղաքացի, շատ է դիմել, եկեք ես եզրափակեմ, որովհետև կորցրել, ինչու չի Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը չեմ ուզում չունեմ։ Եթե հարց եք ասում եք ընդունել է, այո, ընդունել է։ Վերջին անգամ երբ է ընդունել։ Ձերբակալելու եմ քո տղային ու ձերբակալեց, այո, ընդունել է։ Այդ մասին խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի Մեկ ամիս առաջ են անհետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման եղել։ Արսենի մայրը Մեկ ամիս առաջ այո, ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ասեք։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն Մասնակցում է գործերի։ մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին։ Հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային Աբազյանից հետո ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով զբաղվելիս եղել։ Եկեք ես գնամ, դուք իրանց հետ խոսեք, լավ։ Չմի գնացեք։ Եթե հարց եք տալի, հարց եք տալի դրա համար, որ ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ, մի ընդհատեք ինձ։ Եվ հարցին հավելում իսկ արդյոք տեսյուն ձեզ։ Ինքը ինչ պիտի ասի։